Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը շեմը հիմա նվազեցված է ըստ էության։ Եվ դիվանագիտական հարաբերություններ, այն ինչ որ դուք թվարկեցիք, վերաբերում է պետությունների միջև դիվանագիտական էթիկայի, կանոններին, այսպես կարելի է ասել։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը չի համարում Հայաստանի այդպիսի ուղերձով դիմել, նշանակում է, որ դիվանագիտական շեմը հարաբերությունների նվազեցված է։ Այստեղից որևիցե հետևություններ են արվելու, դուք կարծում եք սա այսպես համարյա թե դեմարշային էր, ցուցադրական էր դա։ Չէ, դա իրողություն է, որը կա։ Որը հատուկ ընդգծվեց Պուտինի կողմից։ Ճիշտ է, Մարիա Զախարովան ինչ որ ձևակերպումներով ձեր ցավը մեր ցավն է, այսպիսի ձևակերպում եղավ իհարկե, բայց դա եղավ անգամ ոչ արտգործնախարարության կողմից, այլ Մարիա Զախարովայի արտգործնախարարության ներկայացուցիչի կողմից։ Մի խոսքով դուք կարծում եք, որ դա արտացոլում է, ինչպես եւ նշեցի, բոլոր հայտարարություններից փորձում են հասկանալ տվյալ երկրի վերաբերմունքը Հայաստանին, հա։ Արտացոլում է այն վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության, որը որ սկիզբ առավ Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնին վերադառնալու երկրորդ անգամ վերադառնալու օրվանից եւ շարունակվում է այսօր բոլոր տեղի ունեցած իրադարձությունների շարքով Ռուսաստանի Դաշնության համար ռազմավարական գործընկեր պետությունը Թուրքիան է եւ Ադրբեջանը եւ ոչ Հայաստանը։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների շեմը նվազեցված է։ Շնորհակալություն։ Մենք խոսում ենք մի այնպիսի նյուանսի մասին, հա, դիվանագիտական էտիկետի ոլորտից։ Իսկ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս տարիների ընթացքում, Արցախի, պես ասենք, կատաստրոֆան, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը գլխավոր դերակատարն էր։ Դա նշան չի, որ Ռուսաստանի Դաշնության համար վաղուց ռազմավարությունը փոխվել է եւ այսպես ասած, այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, բացահայտ բոլորը կարան տեսնեն, այն ժամանակ մենք դրա մասին ասում ենք, որ հույսեր մի կապեք Ռուսաստանի Դաշնության հետ, մեզ չէին ուզում լսել, ասում էին, չէ, բա դարավոր հարաբերություններ, երկու դար, բարեկամություն, այսպիսի բաներ արդեն չկան։ Դուք այնպես եք ասում, թվում է թե կամ հարցի ձևով տամ այսօր հույսեր կապում է Հայաստանի իշխանությունները, երևի թե ստեղ պետք է տարանջատել իշխանությունները եւ հասարակությունը իր ամբողջությամբ։ Իշխանությունները շարունակում են այն կուրսը, որով շարժվել են, իրենք հավատարիմ են Ռուսաստանի քաղաքականությանը, սպասարկում են Ռուսաստանի քաղաքականությունը արտաքին հարաբերություններում, իսկ Հայաստանի ընդդիմությունը հանրությանը առաջարկում է ծրագրեր, այսպես ասած, բարելավելու, հա, Ռուսաստանի հետ հարաբերությունները հետ բերելու, այսինքն դա դատարկ բաժակից դատարկ բաժակ ինչ որ լցնելու կոնտենտ չունեցող քաղաքական բովանդակություն չունեցող գործունեությունն է հուզական եւ հանրության իներցիայի վրա հանրային գիտակցության իներցիայի վրա խաղացող քաղաքական ծրագրեր են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները ապագա երկարատև ժամանակ գտնվելու են այս վիճակում կամ ավելի վատ Դա չի նշանակում, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն են դրա պատճառը, ես այն կարծիքին եմ, որ այսօրվա իշխանությունները արեցին Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը սպասարկելու հարցում ավելին, քան նախորդ բոլոր իշխանությունները, դա մենք քննարկել ենք ձեր եթերում, որ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ի կատար չարեցին Ռուսաստանի Դաշնության ծրագիրը ռուսական զորքերը Արցախում տեղակայելու։ Դա արեց միայն Նիկոլ Փաշինյանը։ Գնաց այդ ծրագիրը սպասարկելու որոշումը կայացրեց ըստիս դեռևս 19 թվականին, 18 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո եւ քայլ առ քայլ իրականացրեց դա։
նպաստեց պատերազմի այսպես ասած սկսելուն ծավալմանը, որտեղ առանց դրա ռուսական զորքերը չէին կարող մտնեին եւ տեղակայվեին Արցախ, այսինքն այդ ծրագիրը ենթադրում էր պատերազմ, ենթադրում էր որոշում ռուսական զորքերին համաձայնություն տալ այնտեղ, բայց դա ավելի մեծ կոնտեքստում ենթադրում էր հրաժարվել Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական առաջարկներից, անպագորգոր ռազմատենչ հայտարարություններով մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ արդարացնող եւ այլն, այդ մենք բոլորը տեսել ենք։ Մենք տեսել ենք ինչպես 19 թվականին Հայաստանի շրջվա կառավարությունը հրաժարվեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկից, տեսել ենք այդ ընդհանուր 20 թվականի օգոստոս, անպագորգոր հայտարարությունները տարբեր տեսակի եւ պատերազմը այդ հորդորը ժողովրդին պարտության դեպքում պարտված չզգալ, հիշում եք, չէ՞, եւ այլն քայլերի հերթականությունն է, որը բերեց այսօրվա դրության։ Այսինքն, եթե քաղաքական գործիչների մակարդակով վերլուծել, Նիկոլ Փաշինյանը միակն է ամբողջ նորաստեղծ անկախ Հայաստանի պատմության մեջ, ով նման աշխարհքաղաքական ծրագիր վերցրեց կատարեց Ռուսաստանի ղեկավարության տեսակետից ինքը սեփական ժողովրդի դավաճան է եւ հարգանքի որպես մարդ արժանի չէ, բայց իրենք իրեն դիտարկում են որպես հնազանդ իրենց այսպես ասած ցանկությունները կատարող Հայաստանի նկատմամբ իր անձնական գործոն չի դիվանագիտական էթիկայի մակարդակը պահպանելու համար եւ երբ որ Պուտինը ուղերձ չի ուղղում Հայաստանին, դա ուղերձ է Ադրբեջանին եւ Թուրքիային, չէ՞։ Որտեղ այս հարցում կամը եւ այս ամենը այսպես ասած այսօրվա իրողությունն է Հայաստանում քաղաքական պայքարը ոնց որ թե մտավ իմ տեսակետից փակուղի, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը ասում է մենք կգանք եւ ձևական կողմը հարաբերությունների կբարելավենք, որովհետեւ բովանդակային կողմը հարաբերությունների անհնար է փոխել։ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակություն ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Եվ Հայաստանի շահերը ստորադասված են այդ հանգամանքի։ Այսինքն այստեղ անձի խնդիրը չի, ով է Հայաստանի վարչապետը Ռուսաստանի համար, այլ իրավիճակն է թելադրում վարկագիծ։ Ես ճիշտ հասկացա, Ռուսաստանի ծրագիր դուք ձևակերպում տվեցիք։ Ռուսաստանի ծրագիրը իրականացնում Փաշինյանը, ասաց։ Ռուսաստանի ծրագիրը Արցախի մասով հայտնի է ցանկացած մասնագետին եւ ցանկացած քաղաքացի, որը որ 94 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը կարդաք, տեսնի, որ այնտեղ խոսքը գնում է, որ պիտի տեղակայվեն ինչ որ զորքեր, որոնց հարցը պիտի Մոսկվայում քննարկվի, այսինքն հասկանալի է, որ ռուսական զորքեր եւ նրա մասին, որ ռուսական զորքեր պիտի տեղակայվեն, նախատեսված էր, որ տեղակայվեն, բազմիցս տարբեր գործիչներ արտահայտվել են, այսինքն դա ինչ որ այսպես դավադրության տեսության Սյունիքի մասին եք խոսում դուք հիմա։ Խոսքը 94 թվականին շփման գծում ռուսական զորքերի տեղակայման մասին է։ 94 թվականից Ռուսաստանի Դաշնությունը այդ ծրագիրը ունեցել է, այդ ծրագիրը չի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը, չի կատարել Ռոբերտ Քոչարյանը, չի կատարել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը այդ ծրագիրը դարձրեց իրականություն։